Կաշառք տալու, ստանալու եւ դրան օժանդակելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Նրանցից երկուսը նոր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են, Sputnik Armenia-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ տնային կալանքը։ Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձը ևս կալանավորվել է 2 ամսով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՎԵ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում անառակաբարո արարք, որը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված լինելու հոդվածով։ Ավելի վաղ Վեդիի մանկապղծության այս դեպքով ձերբակալվել էր քույրերի հորեղբայրը, ավելի ուշ ազատ արձակվել։ Այս գործով 2 ամսով կալանավորված են Արթուր Երեմյանը եւ Դավիթ Այնազյանը։ ԱՄՆ հայոց կաթողիկոս Գարեգին II-ն այցելել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Վեհափառը իր հայրապետական օրհնությունն է բերել շարունակական ապօրինի կալանքում գտնվող ազգային բարերարին, մաղթել տոկունություն եւ ամրություն։ ԱՄՆ հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով կշարունակի ազգօգուտ ներդրումը հանուն հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության, գրել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Երաժիշտ երգահան Արա Գևորգյանը 1000 դհոլ նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարանել Արադ Լերանֆոնին։ Նկարահանմանը մասնակցում են 1500 դհոլչի եւ 500 պարուհի։ Նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Նպատակներից մեկն էլ այս տեսահոլովակը Գինեսի ռեկորդների գրքում գրանցելն է, ինչը կարող է լինել երգահանի 4-րդ ռեկորդը համաշխարհային ռեկորդների գրքում։ Վրաստանում այսօր սկսվել է եկեղեցական ընդլայնված ժողովը, որի ընթացքում կընտրվի վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ կաթողիկոս պատրիարքը։ Սա պատմական իրադարձություն է, որը հաջորդում է երկարամյա հոգևոր առաջնորդ Իլիա II-ի մահվանը։ Սուրբ Սինոդի որոշմամբ առաջադրվել է 3 թեկնածու։ Ժողովին մասնակցում է շուրջ 1200 պատվիրակ։ Կանոնագրքի համաձայն հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների ավելի քան 50%-ը։ Եթե առաջին փուլում բացարձակ մեծամասնություն չգրանցվի, կանցկացվի երկրորդ փուլ, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև։ Ըստ նախնական տվյալների, ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն այսօր։ ما هر وقت که لازم باشه می‌جنگیم ԱՄՆ-ի խաղաղության առաջարկին Իրանի պատասխանը ներառում է հստակ կետեր, ուղղված շրջափակման վերացմանը եւ իրանական ակտիվների ապասառեցմանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային։ Նրա խոսքով Թեհրանի պահանջներն օրինական են եւ ներառում են պատերազմի ու զոհահենության դադարեցումը, Հորմուզի նեղուցում նավագնացության եւ տարածաշրջանում Լիբանանում կայուն անվտանգության հաստատումը։ بر اساس Բաղային շեշտել է, որ չնայած բազմաթիվ երկրներ կապի մեջ են եւ մտահոգված են լարվածության սրմամբ, պաշտոնական միջնորդների դերը շարունակում է ստանձնել Պակիստանը։ Նա նշել է, որ Կատարը եւս ունի որոշակի առաջարկներ, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն կողմերին։ Ըստ Բաղայի, այժմ մյուս կողմը պետք է գործնականում ապացուցի իր մտադրությունների լրջությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի էր համարել Իրանի արձագանքը Միացյալ Նահանգների առաջարկին եւ շեշտել, որ դա իրեն դուր չի գալիս։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ հեռավար աշխատանքի, մերձավոր արևելքի ճգնաժամի պայմաններում վառելիքի խնայողության նպատակով։ Նրա խոսքով երկիրն արդեն ունի նմանատիպ փորձ COVID-19-ի համավարակի ժամանակվանից եւ այժմ ժամանակի հրամայականն է կրկին անցնել տնից աշխատանքի, օգտագործել առցած հանդիպումներն ու տեսակոնֆերանսները տրանսպորտային ծախսերը նվազեցնելու համար։ Երկրի ընդդիմությունը խիստ քննադատել է վարչապետի կոչը։ Ժողովուրդը չպետք է վճարի կառավարության ձախողված տնտեսական քաղաքականության համար, հայտարարել են Հնդկաստանի ազգային կոնգրեսի առաջնորդները։ Ֆլորիդայում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով Բրովար շրջանի որոշ հատվածներ պատվել են թանձր ծխով։ Հրդեհը սկսվել է Էվերգեյթսի սահմանին, Մաքսֆիշ քեմփի մոտակայքում, այնուհետև տարածվել է դեպի արևմուտք, խաթարելով մոտակա ճանապարհների երթևեկությունը։ Ֆլորիդայի անտառային ծառայության տվյալով կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 1940 հեկտար տարածք։ Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Իշխանությունը բնակիչներին հորդորել է մնալ փակ տարածքներում ծխի բացասական ազդեցությունից խուսափելու համար։